Վաղը ապրիլի 12-ին Օմանում սպասվող Վաշինգտոնի հետ բանակցություններին Իրանն առաջարկելու է Վաշինգտոնին աշխատել ժամանակավոր միջուկային համաձայնագրի կնքման ուղղությամբ, նախքան համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Հաղորդում է Axios լրատվականի հարթակը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետին հարցին ծանոթ մեկ այլ աղբյուրի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկամսյա ժամկետ էր տվել Իրանի միջուկային նոր համաձայնագրի հասնելու շուրջ բանակցությունների համար եւ սպառնացել հակառակ դեպքում ռազմական ուժ կիրառել։ Իրանցիները համարում են, որ 2 ամսում նման բարդ համաձայնագրի կնքումն անիրատեսական է։ Ուստի այս եղանակով ցանկանում են ավելի շատ ժամանակ շահել էսկալացումից խուսափելու համար։ Axios-ի աղբյուրները ենթադրում են, որ միջանկյալ համաձայնագիրը հավանաբար կներառի նաև Իրանի կողմից պահանջ, որ Թրամփը դադարեցնի իրանական տնտեսության վրա իր առավելագույն ճնշման արշավը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրն ըստ աղբյուրների կարող է ներառել Թեհրանի կողմից ուրանի հարստացման որոշ աշխատանքների դադարեցում, 60% հարստացված ուրանի նոսրացում եւ դեպի երկրի միջուկային օբյեկտներ ՄԱԿ-ի տեսուչներին ավելի մեծ հասանելիության տրամադրում։ Բացի այդ, միջանկյալ համաձայնագիրը կարող է ներառել Snapback մեխանիզմի երկարաձգում, որը 2025 թվականի միջուկային համաձայնագրի մաս էր կազմում։ Մեխանիզմը նախատեսում է համաձայնագիրը խախտելու դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառում։ Դրա ժամկետը լրանում է հոկտեմբերի։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի համագործակցությունն ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ եւ երկրից կվտարի գործակալության բոլոր տեսուչներին, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն եւ Իսրայելը շարունակեն ռազմական ուժով սպառնալ Թեհրանին։ Օմանում ապրիլի 12-ին Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցություններում Իրանի պատվիրակությունը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան թիմը Մերձավոր Արևելքի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագծի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Իրանական կողմը հայտարարել է, որ բանակցությունները կանցկացվեն անուղղակի, մինչդեռ Վաշինգտոնում պնդում են, որ դրանք կլինեն ուղիղ բանակցություններ։